Պարոն Խուդացյան, նախ ուզում եմ ճշգրտել, որ իրականում Սամվել Կարապետյանի հայտարարությունը ոչ թե քաղաքական հայտարարություն էր, այլ եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարություններ, ու ես կարծում եմ մեր երկրում եկեղեցու պաշտպանությունը չպետք է դառնա ուղղակի քաղաքական բնույթի հայտարարություն։ Դա յուրաքանչյուր հայ հայտարարությունը պետք է լինի։ Հետո ես իմ արձագանքը դուք զգացիք, ինչին էր վերաբերում իմ արձագանքը։ Դուք ասում եք, տեսեք, հեկին պետքա տուգանեին, դրա համար Սամվել Կարապետյանը եկավ նման հայտարարություն արեց։ Դուք պատկերացնում եք, չէ՞, ինչի մասն է խոսքը։ Պատկերացնում եք կապիտալը, որ ունի Սամվել Կարապետյանը։ Ձեզ թվում է ձեր տուգանքների պատճառով ինչ որ ձեր պատկերացմամբ քաղաքական հայտարարություն պետք է աներ Սամվել Կարապետյանը, լուրջ չի, չէ՞։ Հիմա իմ հարցը. ինչու փոխնախարար չունեք կոնկրետ էներգետիկայի գծով։ Հավակնություն եք ստանձնում մեծ հաշվով կառավարությունը, կառավարիչ նշանակելու, որ ավելի էֆեկտիվ կառավարում իրականացնելու հեծում, դուք փոխնախարարի հաստիքը թափուր եք թողել արդեն 9 ամիս։ Հիմա եթե մարդ չունեք, որ ձեր անմիջական ղեկավարությամբ տվյալ ոլորտը համակարգի ում եք տանելու նշանակեք հեծում։ Ինչու չեք նշանակում մարդ, ես չգիտեմ, նույնիսկ վարչության պետի մակարդակով նշանակված պատասխանատու մարդ կա գոնե նախարարությունը։ Այս առաջինը։ Երկրորդը, իրականում միևնույն է, ամենակարևոր հարցադրումը շարունակում է մնալ այն, թե ինչ ծավալի գումարների մասին է լինելու խոսքը, որը դրվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ուսերին։ Այսինքն մենք այստեղ պետք է հասկանանք, եթե հոսանքի գինը բարձրանալու է, եկեք հիմիկվա ինձ հայտարարեք, որ հոսանքի գինը բարձրանալու է։ Եթե ներդրումներ են իրականացվելու, հետո ասել եք, այ տեսեք ներդրումներ մենք արեցինք, դրա համար ենք բարձրացնում գինը, հիմիկվա ինձ հայտարարեք։ Բայց նաև երրորդ հիմնական հարցադրումս նաև հետևյալն է, պարոն Խուդացյան, նշեք մեկ հաջողված փորձ, որ ստանձնել է կառավարությունը որևէ բանի կառավարման, օրինակ անիվը փայլուն օրինակը տապալման։ Մի հատ փայլուն օրինակ ցույց տվեք, որ վերցրել եք կառավարել եք ու հաջողություն եք ունեցել։ Օրինակ ԶՊՄԿ-ն չեք կառավարում։ Այնտեղ ներկայացուցիչ ունեք, այդ կառավարում չի։ Եվ բեցից օրինակ գոհեք, բեցն էլ հոպետականն է։ Գոհեք բեցի կառավարումից։ Բեցի կառավարումը կարող է մի հատ այնտեղ կարգի բերեիք, հետո անցնեիք, կառավարումը միգուցե ճիշտ բառ չի։ Հետո անցնեիք հեծի։ Հետո կարձագանք եմ։ Հայաստան դաշինքը գիտեք ինչով է հետաքրքիր, որ նույն ֆրակցիայի կազմում համ շատ լիբերալ հայացքներ ունեցող կան, համ շատ պահպանողական, համ աջ, համ ձախ։ Հետո դրան իմ ելույթում կանդադառնամ։ Շատ հետաքրքիր է, հա, պարոն Մինասյան։ Մի օր կարելի է ձեր այդ երկար ուրիշ թեմաներով բարանվիճել։ Խնդրեմ, պարոն Խուդացյան։ Ոչ, Տեսեք, հարգելի գործընկերներ, այստեղ եմ հարցերին պատասխանելու, հարցերել կան, թույլ տվեք հարցերին պատասխանեմ ուրեմն։ Ես Տիկին Գրիգորյան, գնահատական չեմ ուզում կամ ես ձեզ ասում եմ ժամանակագրությունը, որը փաստ է հայտնի հայտարարության, մեր քննարկումների, մեր հայտնած դժգոհության, դրա շուրջ եղած գրագրության մասով։ Մնացածը գնահատական է, որը հասկանալի պատճառներով դուք այլ ձև եք տալիս, իսկ ես իմ համար օբյեկտիվ պատճառներով այլ ձև եմ ասում։ Բայց այն ինչ որ ասեցի ժամկետային մասով, դրանք արձանագրված փաստեր են եւ ես վստահ եմ, նորից եմ ասում, վստահ եմ, որ հեծի ղեկավարությունը մեր քննարկումների եւ քննարկումների բովանդակության մասին ըստ անհրաժեշտության իրենք էլ կարող են բարձրաձայնել երբանից եղել մեր դժգոհությունները եւ ինչ դժգոհություններ են եղել։ Երկրորդ հարցի մասով, երրորդ հարցերի հետ կապված Տիկին Խամոյանի հարցին շրջանակներում պատասխանեցի, նորից պետք է ասեմ, գնահատում պետք է իրականացվի հասկանալու համար այս կամ այն գույքի արժեքը։ Նորից եմ ասում, տվյալ օրենսդրական նախաձեռնությունը այդ հարցի անդրադարձի համար չի, սա դրա հետ կապ չունեցող բան է։ Շատ լավ, բոլոր գույքերը, որոնք գոյություն են Հայաստանի Հանրապետությունում, ենթակա են կամ գնահատման կամ վերագնահատման, որտեղ իրենց արժեքները անընդհատ փոփոխվում են, այսինքն բեցի կառավարման հետ կապված։ Դուք շատ հետաքրքիր տերմին եք օգտագործում, ասում եք գոհ եք, լավ է արվում։ Այնքանով է լավ արվում, ինչքանով լավ է արվում։ Դրանից ավելի լավ է հնարավոր իրականացնել կարծում ենք, կարծում չենք հասել մեր կառավարման բարձրակետին։ Չէ, հիմա երբ որ դուք ասում եք օրինակ լավ է, եթե նկատի ունեք առանց թերությունների է իրականացվում, ոչ։ Եթե նկատի ունեք իրականացվող թերությունները
կործանարար ազդեցություն են ունենում Հայաստանի էներգետիկ համակարգի վրա, ոչ։ Բայց իրականացնում է իր գործառույթները, նորից պիտի ասեմ, այդ գործառույթների իրականացումը առնվազն ֆորս մաժորային իրավիճակներ չի ստեղծում բնակիչների համար։ Թե չէ մենք հիմա գնահատական չենք կարող գնահատական, իսկ որ կառույցից է գոհ, իսկ որ կառույցից է գոհ եղել 10 տարի առաջ, իսկ որ կառույցն է իդեալական կառավարվել 10 տարի առաջ, կասեք բան։ Այսքան Եթե ամենակարևոր հարցը փոխնախարարի հետ կապված։ Փոխնախարարի նախ պիտի ասեմ, որ էներգետիկ համակարգով զբաղվող մասնագետներ, անկախ իրենց հաստիկային անվանումներից, այդ թվում նաև նոր համալրած մասնագետներ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ունի բավականաչափ։ Ոլորտին առնչվող ոչ մի հարց մասնագետի պակասության պատճառով օդում կախված չի մնում։ Այո, այս բան ես եմ համակարգում, այո։ Որ աստիկը։ Թույլ տվեք մենք որոշենք մեր աստիկացիակը, դա գոնե մեր իմպերատիվ իրավունքն է։ Տիկին Գրիգորյան, Չենք ասում այդ Տիկին Գրիգորյան, չենք ասում այդ Ես ասում եմ մասնագետների պակասության պատճառով մեր ոչ մի աշխատանք չի տուժել նախարարությունը։ Ես պարտադիր չեմ ասում։ Ժորժյան, շատ լավ է, որ դուք շահագրգիռ եք մեր կառավարության արդյունավետ գործունեության համար, բայց մենք այդ հարցը չենք քննարկում։ Միջանոց վերջին ընթացքում նոր խորհրդականներով էլ է նաև համալրվել, ովքեր ոլորտի մասնագետ են։ Ես պարտադիր չի այդ ոլորտի մասնագետ։ 8 տարբեր ոլորտներ է մեր նախարարությունը համակարգում, ես հավակնություն չունեմ 8 ոլորտի մասնագետ լինելու։ Ընտրեմ հաջորդ հարցը։ Ոլորտներում չկան փոխնախարարներ։ Հաջորդ հարցի համար ինֆորմացիան թերի է։